հիմա գտնվում ենք ուրեմն Կավարտի լքված հանքավայրում եւ ուզում ենք կադրերով ցույց տանք, թե ինչ է լինում, երբ հանքավայրը, բաց հանքավայրը մնում է անտեր վիճակում երկար տարիներ, ասենք 50, 60 եւ ավելի տարիներ։ Ուրեմն դուք տեսնում եք, թե ինչպես են հոսքաջրերը ամբողջովին լվացնում այստեղի բացված ապարները, ուրեմն ակնհայտ այստեղ բազմաթիվ ծանր մետաղների արկայությունը ակնհայտ է նույնիսկ աշկով է տեսանելի, ու եթե դուք տեսնեք հիմա, չեմ կարող ասել, թե կադրերի վրա ինչպես են երևում, այս ներքևում տեսնեք, ուրեմն եթե ջրի գույնը, դուք պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Իսկ այստեղ տեսնում եք հոսքաջրերը, որոնք որ լանջերով, հանքավայրի հացանքի լանջերով հոսում են, ու այս ամեն ինչը ըստ էության ինքը տարբեր եղանակներով, 4 ժամանակ քամիների միջոցով, իսկ անձրևի եւ հոսքաջրերի միջոցով նաեւ խառնվելով ստորերգրայ եւ մագերութային ջրերով, ինքը ուրեմն խառնվում է բնության հետ եւ բնականաբար իր հետևանքները թողնում ամեն ինչի վրա, որտեղ որ ինքը անցնում է։ Այս հատվածը նորից նայեք, որպեսզի պատկերացնեք ինչ կարգի ջուր է այստեղ գտնվում։ Կարող եք նայել ջրի գույնին, եթե կարելի է սա ջուր անվանել, ու ինքներդ պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը։ Ինչպիսի քիմիական պրոցեսներ եւ այլ պրոցեսներ են ընթանում, որոնք հետո ներծծվելով այս ամեն ինչը խառնվում է ստորերգա ջրին եւ ինչ-որ մի տեղից դուրս է գալիս, որոնք հետո ջրը օգտագործվում են մարդկանց կամ կենդանիների կողմից, կամ ջրվում են տարբեր տեսակի բուսատեսակներ եւ այլն։